2025 թվականին նշվում են մի շարք կարևոր հոբելյաններ, որոնք ինչ-որ առումով ստվերում են ուրիշ արժանավոր գրողների հոբելյաններ, որոնք նույնպես մեծ վաստակ ունեն հայ մշակույթի եւ գրականության զարգացման գործում։ Գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարո Սաղայանի ծննդյան 185-ամյակն է լրանում այս տարի եւ գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ այսօր զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում կփորձենք նորովի արժևորել նրա գրական եւ մանկավարժական վաստակը ողջույն Հայկ։ Ղազարո Սաղայանը նախ եւ առաջ թերևս մեր մտապատկերում իր փառահեղ մորուքով եւ առինքնող կերպարով է առանձնանում եւ այն հուշագրական ժառանգությամբ, որ հատկապես Հովհաննես Թումանյանի, Ավետ Իսահակյանի եւ Վերնատան մյուս զավակների կողմից պահպանվել է։ Սա այն կարևոր հանգամանքն է, որ պահել է Աղայանիների հիշողության մեջ, թե այնուամենայնիվ կարող ենք լուրջ խոսել նրա գրական մանկավարժական վաստակի մասին ըստ քեզ։ Վերնատանը լինելու հանգամանքը պահպանված լուսանկարները, հատկապես Հովհաննես Թումանյանի, նրա նկատմամբ շատ ակնածալից, մտերմիկ, ջերմ վերաբերմունքը, նաև մյուս մեր գրողների, հուշագիրների, որոնք նաև պատմել են այս ամեն ինչի մասին, իհարկե դեր խաղացել է, բայց մեր հիշողության մեջ իմ կարծիքով իհարկե Ղազարո Սաղայանը մնացել է իր հեքիաթներով։ Այո, եւ այս հեքիաթները իհարկե բավական հակասական են, ընթացքում թերևս կանդրադառնանք, բայց այդուհանդերձ նա մանուկների ուղեկցող գրող է, ինչպես եւ Հովհաննես Թումանյանը առաջին հերթին մեր հանրային լայն ընկալումներում առնվազն, ըստ այդմ էլ մնացել է եւ կարծում եմ մնալու է։ Թեև նրանք Հովհաննես Թումանյանը եւ Ղազարո Սաղայանը իրենց մոտեցումներով շատ տարբեր էին։ Այնպես որ իմ կարծիքով իհարկե իր ժամանակին մեջ մնացել է նա իր առինքնող կերպարով, մարդկային նկարագրով եւ նաեւ մանկավարժական, հեղափոխական կարևոր այո գործնեությամբ մեր ժամանակների համար մնացել է առաջին հերթին հենց հեքիաթներով եւ մնալու է։ Տես այդ մնալու առումով ես միշտ հետաքրքիր եմ համարել, գիտես, Ղազարո Սաղայանի ֆենոմենը, որովհետև եթե ուշադիր կարդանք այդ հուշերն էլ իրականում եւ Թումանյանը եւ մյուսները, տես նրա գրական տաղանդի մասով մեծ համարում չունեն եւ կարծես թե Աղայանն էլ հաշտ է եղել, հա, այդ ամեն ինչի հետ, մանավանդ իր գոյության արդեն պայմաններում ինքը ընկալվում էր որպես նահապետ, բայց դասական էսպես այո, դասականն էր իր կերպարով եւ այլն, բայց արդեն խոստումնալի, չգիտեմ, այնտեղ Բայրոնը Թումանյանն էր, չգիտեմ, այն մյուսը Իսահակյանն էր, այն մյուսը Աղբալյանն էր, այն մյուսը Դեմիրճյանն էր, այսինքն մի մարդ էր, որ հսկում էր նոր սերնդի կայացման ընթացքը, բայց սրա հետ մեկտեղ նույն ահա այդ շրջանը Վերնատան 1890-ականների վերջ դարաշրջանից, բայց այդ շրջանի մեր պոեզիան, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ այնտեղ որոշակի հատույթներ կան, որոնցում Ղազարո Սաղայանը փառահեղ ներդրումներ ունի, հա, առնվազն երկու բանաստեղծություն ես կարող եմ հիշել, առաջինը հիշողություն, Տիզեռնակը բույն էր շինում եւ շինում էր եւ երգում, ամեն մի շուխ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում, մի փառահեղ բանաստեղծություն, որը առ այսօր ընթերցում է, ընդ որում սա այն կարևոր գործերից է մեր պոեզիայի, որը անդրադարձավ հայկական կոտորածներին, ըստ ամենայնի դրանց արձագանքներ, հա, Հովհաննես Հովհաննիսյանը ուր է զգալի այ գարուն եւ այլն, ու եթե փորձենք պոեզիայի անդրադարձների տեսանկյունից վերլուծել ժամանակակից իրականության եւ գրականության կապը, դրա վերարժևորումները եւ այլն, կտեսնենք, որ Աղայանի բանաստեղծությունը, հիշողությունը կարևոր դերակատարում ունի եւ արժեքաբանական տեսանկյունից էլ շատ կարևոր բանաստեղծություն է։ Երկրորդ մի բանաստեղծությունի ճախարակ Մանիր իմ ճախարակ, մանիր սպիտակ մալանջներ, մանիր թելեր հաստու բարակ, որ ես հոգամ իմ ցավեր։ Սա էլ այ արդեն կգանք արդեն շարունակությունն դու շատ լավ գիտես, ես կարծում եմ 50-ում սոցիալական շերտն է, սա էլ արդեն սոցիալական շերտն է եւ էլի այս համատեքստում քանի որ հատկապես 1890-ականների հատկապես արևելահայ բանաստեղծությունը շատ սոցիալականացված էր ու չմոռանանք, որ այդ շրջանում նաեւ գյուղագրությունն էր շատ ակտիվ, Հարություն Ճյուղուրյան, մյուսներ եւ այլն Բաբկենզման, ապա կտեսնենք, որ էլի մի հատույթ, որտեղ Ղազարո Սաղայանը թեպետ քիչ, բայց չափազանց արժեքավոր ներկայություն ունի եւ դիպուկ, ինչու, որտեւ եթե հետագայում գրված
նույնիսկ դարաշրջին գրված սոցիալական այդ տիպի բանաստեղծությունների մենք առնչվենք, կտեսնենք, որ դրանք ըստ ամենայնի գրված են ոչ առանց Ղազարոս Աղայանի ազդեցության եւ կամ առնվազն ձգտում են ունեցել պահել են բարձր մակարդակը, որ Ղազարոս Աղայանը դիտել է ճախարակ բանաստեղծություն։ Ավետիք Իսահակյանի այս նույն սոցիալական բովանդակության որոշ գործեր շատ ուղղակի կապեր այստեղ կարող ենք տեսնել։ Ճիշտ ես ասում, որ երկու բանաստեղծություն ընդհանրապես գոնե այսօրվա մեզ համար որոնք շատ դիպուկ երկու այսպես դաշտեր վերցրել են, թե քաղաքական ճակատագրի ժողովրդի, ուրեմն քաղաքական պատմական ճակատագրի այս բանի արտահայտությունը, մյուս կողմից սոցիալական այս բովանդակությունը, աղքատություն, սոցիալական անհավասարություն եւ այլն, որոնք այս շրջանի համար շատ ակնառու կարևոր նշանակություն ունեն եւ սրանք փաստորեն արտահայտվել են եւ իսկապես այս առումով եթե տեսնենք, կարծես թե ոչ աղմկոտ, այսպես ասած, ներկայություն է նրա ներկայությունը, բայց կրկին շատ դիպուկ եւ մեծ ազդեցություն թողած գրականության հետագա զարգացման վրա։ Այս դեպքում պոեզիայի, այստեղ կարող ենք ասել, որ գուցե իսկապես նրա համեստ ինչ որ համեստությունը, բան թույլ չի տվել բանանել, բայց այնպեսի այսպես շատ իր մասին հայտարարել գուցե, բայց կամ ինքնաբավությունը ամեն դեպքում այս շրջանակի մեջ առաջնակարգ դերում նա եղել է որպես մանկավարժ բան եւ այլն մեկ-երկու բանաստեղծության փայտի դառնան այս երկու բանաստեղծությունները հիշողությունը եւ ճախարակը իսկապես այն գործերն են որոնք կարծես թե հենց բանահյուսական լինեն որովհետեւ մենք նույնիսկ երբեմն չենք էլ անդրադառնում որ դրանց հեղինակը Ղազարոս Աղայանն է այսինքն նրանք այնպես մեր մեջ արդեն կան եւ մեր աշխարհայացքը պայմանավորել են որովհետեւ դպրոցական դասագրքերից սրանք կան թերևս գուցե նաեւ մանկապարտեզից են անցնում, որ ասենք հիշողությունը գուցե ոչ այսքան բանով, բայց այդուհանդերձ սրանք որոշակիորեն հետ թողնում են, թեև այսօրվա հայացքով մենք կարող ենք տեսնել, որ եթե հատկապես մանկական ուղղվածություն սրանք ունեն, գոնե այդպես ներկայացում են, որոշակի հոգեբանական տրավմաների կարող են հանգեցնել եւ այսօրվա ժամանակակից մանկական հոգեբանության տեսանկյունից գուցե այդքան էլ տեն չէ, ինչպես նաեւ հեքիաթները այստեղ եթե անդրադառնանք այ փոքր տարիքից երեխաներին այս ողբերգություններին ուրեմն առնչելու կամ ողբերգություններին ծանոթացնելու գաղափարին էլի կարող ենք որոշակիորեն ընդվզել եւ տեսնել որ օրինակ այ Ղազարոս Աղայանի հեքիաթները շատ խիստ են, դաժան են։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա, այնպեսի տեսարաններ կան, որ պետք է որ այստեղ չլինեին, արյունոտ հատկապես եւ այլն։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, որի ժամանակի, ես չեմ վախեն ասել, մեծագույն մանկավարժներից մեկն է, որտեվ դասագրքաստեղծման ավանդույթն անոր հիմքերի վրա դրեց, նախաշավեղից հետո Աբովյանի ըստ ամենայնի արևելա իրականության մեջ հատկապես Աղայանի կազմած դասագրքերն էին, որ բերեցին նոր մեթոդներ, նոր մոտեցումներ, կամ ինքը հատուկ հոդվածաշարով հանդես եկավ, որը նվիրված էր դաստիարակության խնդիրներին ժամանակի շատ կարևոր ատրիբուտներ էր ինքը ձևակերպում եւ այլն, եւ այս առումով միշտ ինձ մոտ այդպես պարադոքսալ զգացողություն է եղել, հա, խոսել շատ կարևոր խնդիրների մասին, մանկավարժական մոտեցումներ եւ ահա ունենալ հեքիաթներ նման դաժան պատկերներով։ Հիմա միշտ մտածել եմ, որ գուցե այդ հեքիաթները ինքը չէր ներառում, հա, պրոցեսի մեջ մանկավարժական, դրանք գուցե դիտարկենք որպես առանձին երևույթներ Աղայանը հեքիաթագիր, թեպետ այսօր էլ Աղայանը շարունակում է մնալ ամենասիրված հեքիաթագիրներից մեկը, բայց այնուամենայնիվ նրա մոտեցումները մի փոքր այլ են։ Դաժանության որոշակի տարեր հրաշապատումի ամենաշատ կարևորը որ ժողովրդական բանահյուսական հեքիաթներն էլ այս տեսակ տարերում են ընդգծված եւ հաճախ երբ որ հեղինակները թե դա Թումանյանի համատությամբ մշակում են հեղինակները որոշակիորեն մշակում են մենք հիմնականում մշակումներով ենք դրանք ընթերցում իսկ բանահյուսականները շատ ավելի խիստ են բաց են եւ այլն որը երևի նաեւ որոշակի ծիսական նշանակություն է ունեցել այսինքն այնտեղ որոշակի հասունացման ծեսեր են արտահայտվել իսկ այդ հասունացման ծեսերը մշտապես ուղեկցվել են դաժանությամբ, որովհետև կյանքը դաժան է լինելու, երեխան պետք է դաժանությունները հաղթարի, որպեսզի պատրաստ լինի կյանքը մտնելու եւ նաեւ ի վերջո հավատա, որ չարը բարուն հաղթելու է, այսինքն այս փորձությունների արդյունքում ի վերջո լավ է լինելու, բայց իհարկե այնտեղ որոշակի ծիսական բաներ կան մավան հետ եւ այլնի հետ կապված, որոնք էլի հեքիաթներում կարող ենք տեսնել, այլ աշխարհներ գնալը, բան հնարավորինս ես կարծում եմ, որ կամ այս մանկավարժական
այդքան բաներն են եղել, գուցե այս խնդիրները ուսումնասիրված են, բայց մեզ այդքան ծանոթ չեն, կամ մանկավարժական ինչ-որ մոտեցումների արտահայտություն է եղել, կամ ուղղակի Աղայանը փորձել է հարազատ մնալ բանահյուսական ակունքներին։ Երևի թե այդ տեսանկյունից նայենք, մյուս կողմից էլ նաև տպավորություն կարող է լինել, որ Թումանյանի մշակումներն են ինչ-որ մղում այլ լույսի տակ դիտել, հա, Աղայանի հեքիաթները, որտեղ դրանք ինչ-որ առումով հակադրության մեջ են, էլի։ Համատության մեջ իհարկե պետք է խոստովանել, որ բնականաբար Թումանյանի մշակումները շատ ավելի բարձրակարգ են եւ գեղարվեստական առումով որակյալ եւ շատ ուրիշ հանգամանքներով ուրեմն առաջնակարգ, բայց գուցե այս մշակումները չլինեին, գուցե եթե ասենք աղայանական անդրադարձները չլինեին, սրանք կարևոր են։ Բայց դες մի հատ էլ հետաքրքիր զարմանալի հատկանիշ կա, էլի Աղայանի հեքիաթներով, հատկապես երբ որ ժամանակակից մոտեցումներով ես մոտենում, հա, այդ հեքիաթներին ժամանակակից աշխարհի խնդիրները, նույնիսկ գենդերային, հա, ամենատարբեր հարցեր, մեկ էլ պարզվում է, որ դրանց ամենաառատ արտարծումները հենց Աղայանի հեքիաթների մեջ են։ Օրինակ կա Արեգ Նազան հեքիաթի ֆենոմենը, որ այսօր նորորյա հայացքով որ կարդաս, մի ֆանտաստիկ ուղղակի հեքիաթ է, ժամանակակից երևի դժվար է այդպիսի մոդեռն հեքիաթ նույնիսկ այսօր օրինել, եւ Անահիտ հեքիաթի պարագան, որը ըստ ամենայնի գնալով դառնում է մեր հեքիաթագրության գաղափարական առումով նաև ամենակարևոր նմուշը։ Կարող ենք իհարկե մեզ հիմա թույլ տալ ասել, որ իր մանկավարժական մոտեցումներով հեռագնա հարցեր է լուծել Աղայանը, հա, փորձել է նաև այս կանխատեսումներն անել, բայց այնուամենայնիվ փաստ է, որ այդ դաժանությամբ եւ մյուս հատկանիշներով հանդերձ այսօր հետաքրության տեսանկյունից Աղայանի հեքիաթները շատ ավելի արդիական, հետաքրության մոտեցումների քաղաքական առումով ես կարող եմ ասել, որովհետև այստեղ մենք տեսնում ենք Արցախի իրականությունը, պատմական, հայկական իրականությունը, ներկայությունը եւ վաճառական բարեպաշտ թագավորը եւ Աղվանքի եւ Արցախի իրականությունները, այսինքն այս ամեն ինչը այդ ժամանակ, եթե չսխալվում, Շուշիում հենց աշխատում էր Ղազարոս Աղայանը եւ նաեւ այստեղ մենք այս իրականությունը առաջ իր բոլոր գույներով, ձևերով, պետականության որոշակի այս ներկայությամբ փաստորեն մենք տեսնում ենք, ել չեմ ասում են հայտնի գաղափարները աշխատանքի, խիզախության, նվիրման, ընտանեկան երջանկության, որոնք իհարկե այս գեղեցիկ հեքիաթում արծարծում են եւ մինչ օրս էլ հա արդիականանում են, նույնիսկ մուլտֆիլմը եղավ եւ իսկապես շատ կարեւոր բաներ կան, բայց եթե այսօրվա հայացքով մի քիչ գրականագիտական նայենք, կարող ենք տեսնել, որ օրինակ ծավալը կարող մի փոքր ավելի կրճատ լիներ, այո, եւ էլ ինչ-որ հատվածներ կան, որոնք հա այդքան օրինակ ինձ չեն տպավորում, բայց ամենայն դեպս կա ինքը, բայց կարևոր եւ մանկավարժական եւ ինքնության եւ շատ ուրիշ հարցեր կան, որոնք Աղայանի հեքիաթներում, մասնավորապես Անահիտում մենք կարող ենք տեսնել։ Մեր ինքնընկալումը ինչպիսին է, օրինակ մենք մեր կանայք իմաստուն են, որ բանաստությունից է իհարկե գալիս, չէ, Անահիտը իմաստուն կին է առաջին հերթին, աշխատասեր է, ամուսնուն օգնում է, երբեմն նույնիսկ կրթում եւ դաստիարակում է փաստորեն, այս սոցիալական շերտերի հարաբերությունը, որը ի վերջո հեքիաթների նախասիրած թեման է, ուրեմն արքայազնը եւ աղքատ ուրեմն աղջիկը, բայց աշխատասեր ու խելացի, բայց նաև որոշակիորեն սոցիալական ինչ-որ ներդաշնակության միտումներ ունի սա, էլի, ոչ թե բախումը կա, ինչպես կարող էր ընդգծվել, այլ ընդհակառակը սոցիալական որոշակի համերաշխության է տանում։ Այնպես որ շատ գաղափարներ կան, որոնք իհարկե բանահյուսությունից են գալիս, բայց կարևոր է, որ հեղինակը տեսնում է դրանք եւ բերում է եւ դրանք վստահաբար օգտագործում է կրթական գործի մեջ եւ մինչ օրս էլ հեքիաթը դասավանդում են, հանձնարարում են դպրոցում երեխաները կարդում են, հիանում են Անահիտով եւ Վաչագանով։ Խոսում են կերպարի մասին, այսօր ցավոք գուցե բարեբախտաբար, բայց նաեւ այդտեղ ցավալի շեշտել կա, որ Աղանին նախ եւ առաջ որպես մանկագիր են ընկալում, իհարկե այդտեղ իր ճակերտավոր մեղավորություններ կա, որտեղ բացի հեքիաթներից նաեւ ունի տասնյակ ընտիր մանկական բանաստեղծություններ, որոնք նաեւ երգի են վերածվել։ Բոլորս գիտենք, արև եկեք, գզիկարին վեր եք, հա, սև ամպեր հեռացեք երգը մանկական, որը գուցե քչերը գիտեն, որ Աղայանի բանաստեղծության հիման վրա է, բայց ես ափսոսում եմ, որ Աղայանի ստեղծագործության եւ նրա լրջության, հա, եթե մի փոքր այս հայացքով նայենք, կարևոր վկայությունը նրա արձակը, հատկապես գիպագրական արձակը,
որ իհարկե գնահատվել է, արժևորվել է, բայց ժամանակի ընթացքի մեջ, բայց իմ կարծիքով ես առիթ ունեցել եմ մի քանի տարի առաջ վերընթերցել Արություն եւ Մանվել վեպը, նրա առաջին վեպը, նաեւ երկու քույր վեպը, որը ավելի տարածված է եւ աղան նաեւ շատ հետաքրքիր եւ լուրջ արձակագիր է եւ իմ կարծիքով նաեւ շատ կարեւոր արձակագիր ինչ առումով։ Տես, մենք միշտ խոսում ենք, որ Վերք Հայաստանի լույս տեսավ 1858 թվականին եւ փոխեց մեր վիպագրությունը, փոխեց ամենատարբեր բաներ, բայց մի բան մոռանում ենք, որ ազդեցությունը եւ գործառնականությունը Վերք Հայաստանի կարող էր եւ չլիներ, եթե այդ վեպով ոգեշնչված չստեղծվեին որոշ կարևոր ստեղծագործություններ, որոնք այդ շարունակումի գործընթացը ապահովեցին։ Իհարկե, կողմից Պրոշյանը գյուղական ազգագրական միջավայրը բերում է, այսինքն Աբովյանի Վերք Հայաստանն այնպիսի մեծ համադրական ստեղծագործություն էր։ Հետո այդտեղից առանձին գետակներով գնացին։ Պրոշյանը, Հազարո Սաղայանը, Ռաֆին, հայրենասիրական այս մասը։ Այս յուղերը գնացին, բայց արի պատկերացնենք, որ չէին լինում այս գրողները։ Այո, Աբովյանը դե ուրիշ ֆենոմեն է, բայց դե պատկերացրու այդ գետակները չէին լինում եւ հիմա եթե մենք արժևորում ենք Աբովյանի Վերք Հայաստանին, դե մենք պետք է նաև գնահատենք այդ պարագծում նաև Ղազարո Սաղայանի Արություն եւ Մանվել վեպի դերակատարությունը։ Իհարկե աղանը իր ուշերում գրում է թե ինչպես հափշտակությամբ եկավ, կարդաց այդ վեպը ու մի անգամից նստեց գրեց, բայց բոլորը գրում են այդպես Պրոշյանն էլ այդպես Ռաֆինը բոլորը կարդացել են եւ նոր վեպ են ստեղծել, բայց այստեղ ես տես խոսելով այդ գետակների վտակների մասին ես չէի ուզի օրինակ միայն այդ գաղափարական պատճենումը դիտարկել Աղայանի վեպը որպես Վերք Հայաստանի, որտեղ Արություն եւ Մանվելը նաեւ լուրջ այլ գաղափարական հարցադրումներ բարձրացնող վեպ է, որը փորձում է լուծել հենց իր ժամանակի 1860-ականների խնդիրներ, հայ անհատի, հա, նրա անցնող ճանապարհի եւ չմոռանանք վեպն էլ շատ առումներով ինքնակենսագրական հենք ունի, շատ առումներով հոր եւ Աղայանի կոնֆլիկտը եւ այլն այդ կրթության հարցը, որտեղ հայրը չէր ուզում որ Աղայանը կրթություն ստանա եւ այլն եւ սա ըստ ամենայնի դառնում է նաեւ յուրահատուկ լուսավորական վեպ, հա, այն մոտեցումները որ դավանում էր Նալբանդյանը եւ ուզում էր մեր վիպագրության մեջ լինի եւ ինքնադաստիարակման, հա, ինքնակրթման, ինքնաճանապարհի մի վեպ Արություն եւ Մանվելը, որ կարևոր մի հատույթ է ապահովում այդ շրջանի մեր վիպագրության մեջ։ Հիմա քիչ առաջ երբ որ խոսում էինք որ ճախարակ բանաստեղծությունը սոցիալական բանաստեղծության ըստ ամենայնի էտալոններից է, ես կարծում եմ որ նման խնդրադրությամբ պետք է դիտարկել նաև Աղայանի երկու քույր, որը նույնպես այդ սոցիալական թեմատիկայի մեջ բավական կարևոր հարցադրումներ է բերում։ Ես ասեմ, որ Աղայանի այս երկու վեպերն էլ շատ սիրում եմ, հատկապես Արություն եւ Մանվելը, որովհետեւ թե որ մանկության տարիներին դպրոցական գուցե կարդացել եմ շատ, այսպես իրենց ամբողջ դժվարություններով, հակասություններով հանդերձ շատ լուսավոր տպավորություն են թողել, այո, եւ այդ պարզության մեջ, բայց միաժամանակ ընթերցողի հոգու հետ խոսող, նրան դաստիարակող, պարզ ձևերի մեջ, այս պարզ հարաբերությունների մեջ իհարկե եւ նաեւ իհարկե այդ ժամանակաշրջանի իրականության պատկերներ են շատ հետաքրքիր ուշագրավ այն պատկերները, որոնք վերարտադրվում են նոր լեզվով փաստորեն։ Սա շատ կարևորագույն հանգամանք է, որտեղ գրական լեզուն Աբովյանից հետո պետք է մշակվեր որոշակի։ Մենք տարբեր կերպ այս մշակման ձևերը տեսնում ենք թե Պրոշյանի ստեղծագործության մեջ, թե Ռաֆու, թե Աղայանի։ Ես ասեմ, որ երևի Բայց ասենք Ռաֆուն Պրոշյանին միշտ բարձրացնում են, Աղայանի մի փոքր թողնում են ստերում։ Բայց Աղայանի լեզուն իսկապես գուցե ինքը այդքան զարդարուն չէ, բան չէ, ավելի պարզ է գուցե, բայց դրանով հանդերձ շատ լավ պատմելու լեզու է, այ իսկապես պատմություն անելու վիպասացման լեզու է առանց ավելորդ, այսպես կամ ճոխությունների, այսպես ասած։ Գուցե շատ է հեսա դու չի գա այսպես բարձրության, որովհետև ակնկալում են, որ պետքա հայոց լեզվի բառագանձը այսպես հնարավորինս ներկայացվի այս տեսանկյունից, բայց իմ կարծիքով իսկապես լավ վեպեր են թե լեզվի տեսանկյունից, թե ընթերցողի հետ խոսելու, թե պատմություն, թե ժամանակաշրջանը վերականգնելու եւ շատ լիարուն հետաքրքիր կերպարներ են իսկապես։ Ինտրիգայինի օրինակ երկու քույրը ինչ է Ամեն դեպքում ռոմանտիկական որոշակի բանով կա ռոմանտիկական տարեր կան, բայց նաև ռեալիստական պատկերները կան իրականության, այնպես որ այս առումով էլ բավական նշանակալի է Աղայանի ստեղծագործությունը։ Իսկապես մենք մի քանի բաներ թվեցինք, թե նրա անձնական այսպես կերպարը, առինքնող նկարագիրը, թե մանկավարժական գործունեությունը, թե հեքիաթագիր նրան անդրադարձանք, թե որպես բանաստեղծ, տեսնում ենք, որ
բավական բան կա նորից վերընթերցելու։ Վերընթերցելու եւ նաեւ մի հատույթ էլ շեշտենք աղանի այդուհանդերձ նաեւ իր այդ մանկավարժական գործի բերումով նա կատարել նաեւ բազմաթիվ թարգմանություններ, հա, դրանք ընդգրկել է իր դասագրքերում եւ ռուսական եւ եվրոպական հեղինակներից եւ հետաքրքիր բան կա, չէ՞, թարգմանությունը շատ արագ հնացող երևույթ էր հատկապես 15-րդ դարում, բայց ես այդ վերջերս առիթ ունեցա մի քանի թարգմանությամբ կարդալ օրինակ Ալեքսանդր Պուշկինի Ոսկե ձկնիկը, բայց տեսա, որ իմ մեջ հնչում է այն թարգմանությունը, որը հեռավոր 19-րդ դարում կատարել է Ղազարոսյանը, սա էլ նրա լուրջ տաղանդի կարևոր վկայություններից մեկն է եւ փաստում է, որ իսկապես գործ ունենք շատ արժանավոր մարդու հետ։